Բարև ջերելի հայրենակիցներ, այսօր արդեն նոյեմբերի 29-ն է, մի փոքր ուշ ենք անում մեր այսօրվա հաղորդումը, բայց հավաքում ենք կարևոր տեղեկություններ, երբ որ տեղեկությունները քիչ են, ես չեմ սիրում անել հաղորդում ուղղակի խոսելու համար։ Ամենակարևոր հարցից երևի թե սկսենք եւ ըստ ինձ դա Euronest-ի հավաքն է Հայաստանում, գիտեք, խորհրդարանական վեհաժողովի, որի ժամանակ որ արվել են կարևոր շատ հայտարարություններ, Ալեն Սիմոնյանն է հայտարարությամբ հանդես եկել եւ էլի բազմաթիվ падգամավորներ Եվրոպական խորհրդարանից, նաեւ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին է կարևոր հայտարարությամբ հանդես եկել, որ Եվրոպական խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության անդամակցության հարցում, միանգամից ուզում եի այս հարցին անդրադառնալ, քանի որ չափազանց կարևոր հայտարարություն է մեզ համար, Եվրոպական խորհրդարանի աջակցությունը իրոք մեծ աջակցություն կլինի Հայաստանի համար եվրոպական ինտեգրման գործում, ու սա արդեն հստակ ցույց է տալիս, որ եվրոպական բավականին բարձր լուրջ շրջանակներից Հայաստանը ունի աջակցություն։ Ուղղակի այնուամենայնիվ զգուշություն ենք մենք բոլորս պահպանում, նաև Եվրոպայի կողմից կա զգուշություն, քանի որ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում եւ ոչ միայն դրա համար այդ զգուշությունը կա։ Այսօր նաև Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն է հայտարարությամբ հանդես եկել Հայաստանի վերաբերյալ եւ նա ասում է, որ վերջին իրադարձությունները Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում ցույց են տալիս, որ Հայաստանը բարձր չափանիշների է հետևում ժողովրդավարության եւ ժողովրդավարության արժեքների մասով։ Սա եւս հստակ ուղերձ է մեզ բոլորիս, Հայաստանի հասարակությանը, Հայաստանի իշխանություններին, խորհրդարանին, այսինքն բոլորին, որ եվրոպական երկրները, Եվրոպական միությունը, եվրոպական պաշտոնյաները, խորհրդարանականները շատ բարձր են գնահատում Հայաստանի ժողովրդավարական նկարտումները, Հայաստանի ժողովրդավարական արժեքները, աշխատանքը այդ առումով եւ իրոք գնահատանքի խոսքեր են շռայլում Հայաստանի հասցեին, որոնք որ միանշանակ կարող է արդեն գործնական լուրջ քայլերի վերածվեն։ Կրկնեմ, ես չեմ դա ասում, դա ասում է Կայա Կալասը, դա ասում է Յունուս Օմարջին, եւ եթե մեկը հակառակն է պնդում, պետք է որ կարողանա վիճել նրանց հետ։ Կարծում եմ, իրենք ավելի լավ տիրապետում են իրավիճակին եւ ավելի լավ են գնահատում իրավիճակը։ Քաղաքական շատ լուրջ հայտարարություններ են։ Ալեն Սիմոնյանն էլ է կարևոր հայտարարություններով հանդես եկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ, նաեւ Եվրամիության հարաբերությունների մասով, հայկական արժեքների մասով, ժողովրդավարություն եւ այդպես շարունակ, ընդհանուր առմամբ ասեմ, որ ես շատ գոհ եմ եւ շատ չափազանց դրական եմ գնահատում այդ հայտարարությունները։ Եվ այդ հայտարարությունները, քանի որ քաղաքական լուրջ եւ ծանրակշիռ հայտարարություններ են, դրանք արդեն գործնական նաեւ քայլեր կարելի է համարել։ Մեկ կարևոր տեղեկություն եւս Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ից 30 աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա, այնտեղ կարևոր միջոցառման է նա մասնակցելու, բայց ամենակարևորը կարծում եմ ամեն դեպքում այն է, որ հոկտեմբերի 30-ին, այսինքն վաղը, նա կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ։ Առաջ չընկնենք, չշտապենք, պատվիրակության կազմն էլ չգիտեմ, հնարավոր է նաև Արարատ Միրզոյանն էլ լինի այդ պատվիրակության կազմի միջև, միշտ երբ որ վերջին շրջանում խոսում են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների մասին, երբ որ այդ հարաբերությունների մասին ենք մենք խոսում երկու երկրների միջև գոյություն ունեցող եւ զարգացող, եթե նկատել եք վերջին շրջանում ասվում է ռազմավարական հարաբերությունների մասին, որ հատուկ փաստաթուղթ է պատրաստվում եւ ի տարբերություն մնացած երկրների բավականին երկար է խոսվում այդ փաստաթղթի մասին, սիրելի հայրենակիցներ, ինչը ինձ հուշում է մեկ շատ կարևոր բան, որ մոտակա ժամանակներս կարող է այդպիսի փաստաթուղթ ստորագրվել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև։ Հույս ունենանք, որ վաղը
այդ փաստաթուղթը կստորագրվի։ Եթե իհարկե պատրաստ է արդեն այդ փաստաթուղթը։ Ուրիշ հետաքրքիր տեղեկության եւս անդրադառնանք, ճիշտ է, ադրբեջանական կայք է այս մասին հաղորդում, ռեպորտ ազն է հաղորդում, բայց ամեն դեպքում այն տարածվել է արդեն նաև հայկական լրատվամիջոցներով, այն տարածվել է նաև հայկական տելեգրամյան ալիքներով եւ բոլորը այդ մասին գրում են, իսկ այդ կայքը վերցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից այդ տեղեկությունը, որ մոտակա ժամանակներս, այսինքն մինչև այս տարվա վերջ, աշխատանքային կարևոր խումբ է ձևավորվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև, եւ այդ աշխատանքային խումբը բազմաթիվ հարցերի անդրադառնալու զբաղվելու է նաեւ օգոստոսի 8-ի ստորագրված հռչակագրով, Թրամփի երթուղու հարցերով եւ մնացած այլ բոլոր հարցերով, խնդիրներով, որոնք որ գոյություն ունեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, որովհետեւ ոչ միայն հարաբերությունները կարգավորվեն, այլ նաեւ արդեն ստանան գործնական կոնկրետ դրսևորում։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի ոչ միայն փաստաթուղթ են կարևոր ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որը որ վերաբերվում է 3 երկրներին, օգոստոսի 8-ի մասին է խոսքը, խաղաղության այդ հռչակագրին, այլ նաև գործնականում ներկա են լինելու Հայաստանում եւ Ադրբեջանում եւ օգնելու են, որպեսզի այդ հաշտեցումը տեղի ունենա։ Իմիջիայլոց Թրամփը այսօր էլ անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը, հիմա ասում է, որ 38 տարի այդ կոնֆլիկտը չէր լուծված, մի փոքր շատ է ասում, բայց ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ 88 թվականից էր կոնֆլիկտը առաջացել եւ առաջանում, մոտավորապես ճիշտ է Թրամփը թվերի մասով եւ կրկին խոսում է, ոգևորված է, որ ինքը կարողացել է լուծել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, Պուտինի գովասանքներն է կրկին հիշել, երևի շատ է հիշելու եւ շատ է ոգևորվելու, բայց դա ասեմ, որ մեծ ձեռնտու է, շատ ձեռնտու է, որ Թրամփը անընդհատ հիշում է Ադրբեջանը եւ Հայաստանը եւ հիշում է, որ իր շնորհիվ է տեղի ունեցել խաղաղության հռչակագրի կնքումը։ Դա չափազանց կարևոր է եւ արդեն մենք տեսնում ենք, որ գործնական նաեւ փուլի են անցնելու Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Շատ դրական եմ ես գնահատում այդ ամենը եւ այստեղ միանշանակ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևոր դերակատարություն ունեցավ նաեւ տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման գործում, այսինքն այս վերջի հայտարարությունները Ալիևի եւ Փաշինյանի, ես կարծում եմ, որ այդտեղ կոնկրետ ազդեցություն է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն այնպես չէ, որ ամսի 8-ին օգոստոսի ստորագրեցին եւ վերջ։ Ամեն օրվա ռեժիմով ես տեսնում եմ, որ աշխատանք է տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Հետաքրքիր մեկ տեղեկություն եւս կա, որ Թուրքիայի այցելում Հռոմի Պապը նոյեմբերի 30-ին եւ այնտեղ նաեւ ինքը կայցելի հայ առաքելական եկեղեցի։ Այսքանը հիմնականում Հայաստանին վերաբերվող հարցերից կարող ենք անդրադառնալ Փաշինյանի հայտարարությանը Կտրիչ Ներսիսյանի վերաբերյալ Արամ Ասատրյան քահանայի մասով, որ նրան կարգալուծ են արել կարգապահական խախտումների կանոնակարգի համաձայն եւ Փաշինյանը ասում է, որ եթե կանոնակարգից է արդեն սկսել խոսել Կտրիչ Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցու անունով, ապա այդ կանոնակարգը կոնկրետ ինքն է խախտել Կտրիչ Ներսիսյանը, գիտենք թե ինչ ձևերով, այլևս կարծում եմ իմաստ չունի անդրադառնալու, կին եւ երեխա ունենալով, ճիշտ է, կին ասելով կարող է դա շատ շռայլ է ասված, ինչքանով դա իր կինն էր, երեխան պարզ է, որ իրենն էր եւ ինչքանով դա ընտանիք է, դա էլ մեծ հարց է։ Այդ ամեն դեպքում կանոնակարգի շատ լուրջ խախտում է տեղի ունեցել եւ դրան է անդրադառնում Փաշինյանը, թե ինչպես է, որ ինքը երբ խախտում է կանոնակարգ օրենքները հայ առաքելական եկեղեցու, իրեն կարելի է, բայց Տեր Արամին չի կարելի, հələ հարց է նա էլ խախտել է, թե չէ։ Իրականում մենք տեսնում ենք, որ իր քաղաքական հայտարարությունների եւ մոտեցումների պատճառով է, որ
Տեր Արամին կարգալուց են հռչակել, իրականում կարգալուց հռչակվածները վաղուց, Աստծո կողմից կարգալուց հռչակվածները։ Ճիշտ է, հոգևորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, նույն Տեր Արամը եւ մնացածները, բայց քանի որ հիմա բոլորն են զբաղվում քաղաքականությամբ, հակադիր կողմեր են ձևավորել, այդպես եթե լինի, բոլորն էլ պետք է կարգալուց հռչակվեն։ Դա էլ իմ կողմից ես ուղղակի ավելացնեմ։ Միջազգային հարցերին եթե անդրադառնում ենք, սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն պարոն Չեռնոմորյանի հետ մենք անդրադարձանք, ասեմ, որ ինքը որպես շատ հուսալի մեր գործընկերը Մերձավոր Արևելքում Իսրայելում մենք իրենց անմիջական տեղեկություններ ենք ստանում, բայց այնպես չէ, որ Իսրայելի քաղաքականության մասով մենք կիսում ենք այդ հայացքները, ինքը որպես Իսրայելի քաղաքացի շատ ճիշտ է վարվում, ճիշտ է ներկայացնում ամեն ինչ, երբ որ կոնկրետ մեզ է վերաբերվում հարցը, երբ որ Իսրայելը Ադրբեջանին զենք է տրամադրում, երբ որ Իսրայելը հակահայկական ուրիշ հայտարարություններ է անում կամ հայ առաքելական եկեղեցու դեմ ոտնձգություններ է կատարում, ինքը միշտ էլ պաշտպանում է հայ առաքելական եկեղեցին, Հայաստանը, դա միանշանակ է, մնացած հարցերում Պաղեստինի եւ Իսրայելի հակամարտության շուրջ բնականաբար ինքը պետք է պաշտպանի Իսրայելի շահերը եւ դա հասկանալի է եւ այնպես չէ որ համացի շահերը կարիք ունի որևիցե նորմալ մարդ պաշտպանել, դա էլ ասեմ։ Բայց այստեղ ինչ է տեղի ունենում, իրոք շատ մեծ լարվածություն կա Մերձավոր Արևելքում, Համասը հաղթել է հրադադարը, Իսրայելը պատասխանել է, արդեն մոտ 50 զոհեր կան եւ բավականին լուրջ հրադադարի խախտում է, հիմա Դոնալդ Թրամփն է նաև կրկին իրարանցել, ասում է, որ չէ, ոչինչ չի սպառնում խաղաղությանը, բայց եթե այս ամենը շարունակվի եւ գերիների մարմինները չփոխանցվեն, ապա մահ կունենան նրանք, ովքեր որ այդ ամենը անում են։ Այսինքն հստակ սպառնում է, որ կոչնչացնի Համասը եւ նրանց առաջնորդներին, զինվորականներին, եւ դա անում է Դոնալդ Թրամփը։ Հետաքրքիր չէ, ժամանակներ են ապրում, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդպիսի ուղիղ սպառնալիքներ է հնչեցնում։ Շատ բան է փոխվել աշխարհում։ Եվ վերջում կարելի է անդրադառնալ Թրամփի հայտարարությանը մոդիի մասին, Հնդկաստանի վարչապետի, չգիտեմ ինչքանով տեղին է, ինչքանով չէ, բայց ամեն դեպքում կարծում եմ կարևոր է նրան ասել է, որ նա գեղեցիկ տեսք ունի, բայց համեմատել է նաև մարդասպանի հետ, հետաքրքիր հայտարարություններ է անում Դոնալդ Թրամփը, չնայած որ լավ հարաբերություններ ուներ եւ կարծես հիմա էլ վերականգնում է նա մոդիի հետ, բայց խոսելով Պակիստանի եւ Հնդկաստանի միջև պատերազմից, այդտեղ էլ ուզում էր գլուխ գովալ, թե ինչպես է նա դադարեցրել պատերազմը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, որ զանգել ասել է, որ այլևս առևտուր չենք անելու, այսպես այնպես եւ երկրորդ օրը երկուսն էլ ուշքի են եկել, ասել են, որ դադարեցնում ենք, բայց այդտեղ ինքը ասում է, որ մոդին մարդասպան է, նման հայտարարություններ։ Այսինքն ինչի եմ այս ամենի մասին խոսում, Թրամփը շատ բարդ քաղաքական գործիչ է, շատ բարդ հայտարարություններով հասարակ քաղաքական գործիչներին, նախագահներին, այսինքն սովորական այդ տրադիցիոն քաղաքական գործիչներին շատ դժվար է հասկանալ Դոնալդ Թրամփին եւ այնպիսի հայտարարություններ է մեկ-մեկ անում, որ դժվար է ուղղակի այդ հայտարարությունները հասկանալ, կշռադատել, վերլուծել եւ ճիշտ ձևով արձագանքել այդ հայտարարություններին։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։